Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում իմ հյուրն է Գյումրու Էնրիկո Մատեյան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Էմմա Ղազարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բժշկուհի, կուզենայի, որպեսզի այսօր մենք խոսեինք հիմնականում հարս ու շնչառական վարակների մասին, ինչպիսին է ներկայում պատկերը։ Բարի, կարծում եմ շատ լավ թեմա է ընտրված, քանի որ այս եղանակներից եւ սեզոնայնությունից ելնելով շատ ակտուալ է։ Թվում էր, թե արդեն պետք է պատրաստվենք ավելի տաք եղանակներին, բայց եղանակը ինչ-որ հետաքրքրի հաճելի մեզ անակնկալ մատուցեց եւ դրանով պայմանավորված սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները շատացել են։ Պիտի որ քչանային, բայց այցերը հիմնականում այս շրջանում պայմանավորված են նմանատիպ հիվանդություններով։ Այսինքն այս վարակները մի տեսակ, պատրաստ կանգնած են, հենց եղանակը մի փոքր նվազեց, իրենք արդեն գլուխ են բարձրացնում։ Եվ ցավոք սրտի, այո, ավելի խոցելի խումն է տուժում։ Եվ որն է այդ խոցելի խումբը։ Քրոնիկ հիվանդները, երեխաները, շատ մեծ հոսք ունենք երեխաների հետ կապված, մանկապարտեզ հասակի տարիքի երեխաների եւ քրոնիկ հիվանդների, տարեցներ հիմնականում։ Եվ ինչ գանգատներով են գալիս։ Գանգատները կրկնվում է, բոլորը գանգատվում են բարձր ջերմությունից, ընդհանուր թուլությունից, ախորժակի կորուստից, գլխացավերից, գլխապտույտներից եւ այս շրջանում այս հիվանդությանը բնորոշ գանգատը դա հազն է, որը երկարատև ընթացք ունի։ Նույնիսկ ախտաբանական վիճակի վերացման դեպքում հազը շատ երկար ժամանակ պահպանվում է հիվանդների շրջանում։ Եվ ինչ է անում ընտանեկան բժիշկը։ Ընտանեկան բժիշկը սկզբում փորձում է դեղորայքային, ինչ-որ բուժումով վերացնի այդ խնդիրը, բայց քանի որ հազը երկար ժամանակ է պահպանվում, նույնիսկ 2 ամիս է այդ կարգի, արդեն փորձում ենք ավելի սենց խորհուրդ ենք տալիս հիմնականում գոլջուր շատ օգտագործել, որպեսզի խորխի կուտակում չլինի։ Դեղորայքից արդեն հետզհետե փորձում ենք ձերբազատվել։ Քանի որ երկար ժամանակով խորխաբերներ կամ հակահազային ինչ-որ դեղորայք օգտագործել այդքան էլ ճիշտ չէ։ Ցանկալի չէ։ Ցանկալի չէ։ Լինում են դեպքեր, երբ արդեն բարդացված վիճակով են գալիս եւ որոնք են այդ տեսակները բարդության։ Շատ հաճախ է տեղի ունենում, քանի որ մտածելով, որ սովորական գրիպ է, կանցնի, շատ են լինում դեպքերը, որ արդեն ուշացած են, եւ դրա համար ես խորհուրդ կտամ եւ նույնիսկ կհորդորեմ, որ 3 օր եւ ավել ջերմության դեպքում պարտադիր դիմեք ձեր պոլիկլինիկա, որպեսզի խուսափեք հետագա բարդություններից, քանի որ ստացիոնարում էլ բավականին ծարաբեռնված են աշխատում եւ ցանկալի կլինի, որ առաջնային օղակում այդ սկզբնական փուլը հաղթահարենք եւ ստացիոնարի խնդիր չառաջանա։ Իսկ ուշացած բժշկի գալը հիմնականում ինչով է պայմանավորված։ Ուղղակի մտածել են դե լավ, դե վիրուսը կանցնի, թե տնական միջոցներով փորձել են իրենց մեթոդները երկուսն էլ կամ հայերիս մոտ շատ է ընդունված դեղատան աշխատողը խորհուրդ տվեց այս տեղը կօգնի, կամ հարևանը օգտագործել է կամ այդ տնական միջոցով կարողացել է առողջանա եւ դա ժամանակ է։ Այդ ժամանակը մենք բաց ենք թողնում ու արդեն ավելի խորացված ուզում են դիմել բժշկի, բնականաբար արդեն անհանգստությունն էլ է շատանում, բարդություններն էլ են շատանում ու հետագա կապված խնդիրները ստացիոնարում տեղավորվելու, բուժում ստանալու եւ չգիտեմ, շատ ճիշտ է, մենք հիմա կարողանում ենք մեր քրոնիկ հիվանդներին ապահովել անվճար բուժօգնություն, բայց նաեւ կան շատ հիվանդներ, որոնք դեռ այդ հնարավորությունը չունեն եւ արդեն ֆինանսական հարցեր են առաջանում, որոնք
կարող էին եւ չլինել ժամանակին դիմելու ու շատ արագ այդ խնդիրներն ու այդ առողջական վիճակը կարող էր լուծվել։ Որպես մասնագետ արդեն ինչ կանխատեսում ունեք, երկար է պահպանվելու այս վիճակը։ Կարծում եմ դեռ որոշ ժամանակ կպահպանվի, բայց հուսանք, որ եղանակների տաքացման հետ կապված արդեն կանցնենք այս փուլը։ Գոնե հետ կնահանջի։ Գոնե հետ կնահանջի, այո։ Որովհետև այս վիրուսներով հագեցած չէ բավականին այսպես աշնան եւ ձմռան սեզոնները այո, երկար տևեց ու շատ ակտիվ էր ու հոգնել էինք արդեն բոլորը սպասում էինք բոլորը չէ տեսակ ով հարտեսնում էր ասում էր գրիպ է սա երևի ես գրիպ եմ ամենայն դեպս այո ու երկար ընթացք ունի որ չենք հասցնում թվում է թե դեռ չառողջացած արդեն ինչ որ նոր վիրուս է վերցրել ու այդ ամեն ինչը ավելի խորանում է դրա համար կարծում եմ որ պիտի լավ լինի մոտ ապագայում կապված եղանակի հետ ունենք ինչ որ կանխարգելող մեթոդներ որպեսզի զերծ մնա հուժարուն միանշանակ դա առաջին հերթին հիգիենայի կանոններին հետևելն է ամենամինիմալը ձեռքերի մաքրությունը բացի նրանից հիվանդ չհաճախել ոչ աշխատանքի երեխաներին մանկապարտեզ չտանել մեծ մասը հա երեխաների հետ կապված դա երբ հիվանդ երեխաներին չեն պահում տանը եւ այո հաճախում են մանկապարտեզ դպրոց եւ այսպես շղթան երկարանում է մի տեսակ մեկը մյուսից վարակվում են եւ այո ամենայն դեպս մենք գոնե կարող ենք այս տաղավարից հորդորել ծնողներին որ եթե հիվանդ է երեխան թող մնա տանը թեև ծնողներն էլ իրենց բացատրությունը ունեն որ բացակայություններին շատ խիստ են վերաբերում եւ այլն բացակայությունների հետ կապված էլ կարող եմ ասել որ եթե հենց էլի գանք այն նրան որ ժամանակին բժշկին դիմելը շատ արդյունավետ կարող է լինել նաև այդ պարագայում քանի որ եթե երեխան հիվանդ է եւ դուք դիմում եք բժշկին միանշանակ բժիշկը կարող է տալ այդ տեղեկանքը կամ քաղվածքի տեսքով ինչպես որ տվյալ մանկապարտեզը կամ հաստատությունը կպահանջի որը կփաստի որ երեխան գտնվել է ամբուլատոր բուժման մեջ եւ կարիք չի եղել որ նման վիճակով հաճախի տվյալ հաստատություն այնպես որ հարցը լուծելի է այո միանշանակ եթե կա այց ու գտնվել են բժշկի հսկողության տակ իսկ եթե այդ բաց են թողել ուրեմն այդ դեպքում խնդիր կառաջանա որովհետեւ չեմ կարծում որ բժիշկը կարող է այդպես ինչ որ տեղեկանք կամ քաղվածք տրամադրել Այս վարակը հիմնականում որ բուժարուների վրա է ազդում քրոնիկ հիվանդություններ ունեցող լինում են այո լինում են շատ են գանգատները հիպերտոնիկ հիվանդների շրջանում քանի որ նկատվում է միտում զարկերակային հիպերտենզիայի թվերի տատանման, հա, ճնշման տատանման, որը անհանգստացնում է նմանատիպ պացիենտներին եւ հաճախ նշում են գանգատ սրտխփոց, որը էլի շատ երկար պահպանվում է հազի նման եւ բնականաբար արդեն դեղորայքի կարիք է լինում։ Այսինքն ճիշտ հասկացա, հենց այս վիրուսն է նպաստում։ Այո, հենց այս վիրուսի ընթացքում այդ միտումը կա սրտխփոց եւ ճնշման տատանման։ Եվ ունենք հիվանդներ, որոնք ավելի բարդացված, հա, դեպքերում արդեն բրոնխիտների տեսքով արդեն նույնիսկ ստացիոնարի կարիք է լինում։ Հետագա բուժումը կազմակերպել ստացիոնարում։ Ուրեմն պետք է նշենք, որ առաջին հերթին հենց ձեր նշած, հա, բուժարուները պետք է փորձեն զերծ մնալ այս վարակից։ Իհարկե, փորձեն զերծ մնալ, խուսափեն, հա, հիվանդների հետ շփումից, կոլեկտիվներում հիմնականում այդ խնդիրը շատ է լինում, մեծ կոլեկտիվներում, այդ իսկ պատճառով ցանկալի է, որ հետևեն այդ ամեն ինչին, քանի որ հայերս ավելի ազատ ենք սիրում ապրել, նույնիսկ այդ դիմակներ կրելը մեր մոտ կարծես թե չստացվեց։ Այո, ընդունված չէ։ Մենք չընդունեցինք դիմակները մի տեսակ։
Սեզոնային բնույթ կրող հա հիվանդություններից հաճախ որոնք են հանդիպում հենց այս սեզոնին բնորոշ։ Դե այս սեզոնին հանդիպող գրիպն է, վիրուսային, բայց նաև ալերգիաներն են շատ ու կուզենամ նշել, որ հենց հիմա որ նշեցինք շատ են այս ռեսպիրատոր վիրուսը հենց ուղեկցվում է ալերգիաներով եւ այն պացիենտների մոտ, որոնք անամնեզում ունեն ալերգիա, գիտեն իրենց հիվանդության մասին, նկատվում է սրացումներ եւ ելի կարիք է լինում նրանց հետ լրացուցիչ այցերի խորհրդատվության, գուցե նաև հակահիստամինային դեղորայքի փոփոխման, քանի որ իրենց մշտական օգտագործման դեղորայքը կարծես թե դառնում է անարդյունավետ։ Իսկ այս ալերգիկ դրսևորումները ինչպիսին են լինում։ Ալերգիկ դրսևորումները հիմնականում փռշտոցների տեսքով են, կոնյունկտիվիտներ են շատ լինում, աչքի հետ կապված, արցունքահոսություն, քթահոսություն, ուղղակի ի տարբերություն սովորական ալերգիաների կամ իրենց բնորոշ, չգիտեմ, ինդիվիդուալ ամեն մեկի համար ինքը արդեն գիտի էլի իր ալերգիան ինչ ձևի կարող է դրսևորվել, ավելանում է նաև ցանավորումը մարմնի տարբեր հատվածներում, որը էլի բավականին երկար պահպանվում է ու պետք է ուշադրություն դարձնել ամեն դեպքում նաև ալերգիկ հիվանդները պետք է զգոն լինեն, զգուշանան։ Ցանավորումը հանած, մյուս ձեր թվարկած ախտանիշները չէ շատ նման էին գրիպին։ Բուժարում ոնց տարբերի։ Ինքը հիմա այդ վիրուսով է, հա, տարապում, թե ալերգիկ երևույթներ են իր մոտ։ Դրան կմիանա նաև ջերմությունը, հազը, ընդհանուր թուլությունը, մկանացավերը ու հիմնականում կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել հենց ջերմության վրա։ 3 օր եւ ավել ջերմության դեպքում միանշանակ պետք է դիմել բժշկի, որպեսզի խուսափել հետագա բարդություններից։ Բժշկուհի Ղազարյան, քանի որ դուք ընտանեկան բժիշկ եք, ձեզ համար ավելի հեշտ է աշխատել մանկահասակների հետ, թե ավելի տարեց։ Այո, տարեց բուժարումների հետ։ Գիտեք, ես այդ հարցի շուրջ շատ երկար մտածել եմ եւ միանշանակ պատասխան տալ չեմ կարող, քանի որ աշխատանքի ընթացքում լինում է ժամանակաշրջան, որ մեծերի հետ է շատ հետաքրքիր ու հեշտ աշխատելը եւ նույն ձև հակառակը երեխաների պարագայում չգիտեմ, չեմ կարող պատասխան տալ, բայց երբ սիրում ես քո աշխատանքը, սիրով ես հաճախում եւ զբաղվում հիվանդների հետ, կարծում եմ տարբերություն չկա։ Ուղղակի կախված է արդեն օրից, տրամադրությունից։ Ավելի ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս, որ տարիքային խմբի բուժարումներն են ենթարկվող։ Ոչ մի, Ոչ մեկը, ավելի երևի միջին տարիքի, քանի որ ծերերն էլ շատ կամակոր են երեխաների նման ու պիտի այդ լեզուն գտնես իրենց հետ, որպեսզի կարողանաս բավարարել իրենց պահանջները, այդ շատ կարևոր է ծերերի հետ ուշադրությունը, իրենք շատ ուշադրության կարիք ունեն, ավելի շատ, քան երեխաները, որովհետև երեխաները ինչ որտեղ չեն գիտակցում, իսկ ծերը դա պահանջում է։ Այո, պահանջատեր են նրանք։ Նրանք պահանջում են։ Բայց չգիտեմ, այդ ծերերի հետ էլ այդ երբ որ աշխատում ես ու այդ քո տված հոգատարությունից տեսնում ես, թե ինչքան իրանք ուրախ ու հանգիստ են, այդ ավելի շատ բավարարվածություն է քեզ տալիս որպես մասնագետ, քան երեխաների հետ աշխատելու ընթացքում։ Ինձ թվում է արդեն 65+ հա տարիքային այս խումբը այս վերջին շրջանում շատ ավելի ակտիվ է, գոհ է ու ակտիվ, հա, քանի որ ներդրվեց տարեսկզբից առողջության ապահովագրությունը համընդհանուր, այս առումով ինչ կասեք։ Գիտեք, փոփոխություն նկատելի է։ Փոփոխությունը միանշանակ նկատելի է, փոփոխությունը նաև նկատելի է, որ թե մենք, թե արդեն բուժառուն, կարծես թե դա դառնում արդեն սովորական, ավելի հանգիստ ենք աշխատում այդ պայմաններում։ Սկզբում հոսքն էր շատ,
մենք էլ պատրաստ չէինք, բուժառուն էլ չգիտեր ինչ է Բուժանձնակազմը կատարվում։ բոլոր տեղերում մի փոքր դժգոհություն էր հայտնում Այո։ սկզբում, տարեսկզբին։ Հետո մեղնվեց։ Ճիշտ է։ Դա ինչով էր պայմանավորված։ Դա պայմանավորված էր նրանով, որ մենք ուղղակի երևի թե պատրաստ չէինք նման հոսքին, Կամ միանգամից այո, եւ ներդրմանը։ միանգամից դա տեղի ունեցավ, բացի այդ ինչ որ անսովոր էր, նաեւ ինչ որ ճշտումներ կար Արմետ ծրագրի հետ կապված, որին մենք դեռ չէինք տիրապետում կամ լավ չէինք տիրապետում, իսկ հիմա արդեն կարծես թե դառնում է սովորական առօրյա եւ մենք հարմարվել ենք, Այսպես ասած ընկել եք հունի մեջ։ Այո, հունի մեջ ենք ընկել։ Սկզբում բուժառուների կողմից շատ էր այդ բողոքները, որ ես ինչի պիտի գամ սպասեմ կամ ժամանակի հետ կապված, բայց իրենք էլ արդեն սովորեցին, որ գոյություն ունի օր, ժամ ու ավելի հեշտ է աշխատելը, ավելի թեթև է այդ ամեն ինչը։ Այդ սպասելը կարգավորելու համար, չէ, ի սկզբանե ներդրվել էր էլեկտրոնային հերթագրման գործընթացը, բայց ինչի էին դժգոհում։ Դե էլի նույն այդ վիճակն էր, որ միանգամից տեղի ունեցավ, իսկ հայերը չեն սիրում սպասել, կամ ինչ որտեղ հերթագրվել, նամանավանդ ինչ որ պոլիկլինիկայում կամ արդեն ինքը հիվանդ է, ինչի սպասի, ոնց սպասի, չնայած ասեմ ձեզ, որ բուժառուները այդ առումով էլ կարող են հանգիստ լինել, քանի որ դրա մասին էլ է մտածված, եթե դու հիվանդ ես կամ ինչ որ անհետաձգելի, հա, խնդիր կա, որը պետքա անհապաղ լուծվի, այդ գործիքն էլ կա Արմետում, որը մեզ թույլ է տալիս շտաբ անհետաձգելի դեպքերի համար պատուհան բացել եւ այդ խնդիրը լուծել, այսինքն ոչ մի մտահոգվելու կարիք չկա, որ վայ ես այս վիճակում եմ ու ես ոնց սպասեմ մի քանի օր, դուք ժամ չունեիք, բա հիմա ինչ պետքա լինի։ Մտածված է ամեն ինչ, փոփոխումներ ճիշտ է լինում են ընթացքում, դեռ փոփոխություններ կարծում եմ կլինեն ու դե քանի որ համակարգը կլինի ամեն ինչ, այո։ Կրկին վերադառնանք ապահովագրության այդ շրջանակին, այս շրջանակում դեղերի տրամադրման տրամագիծը ընդլայնվել է։ Այո, այսինքն շատացել է դեղերի շատացել են։ Եվ ինչ որ, չգիտեմ, ամեն դեպքում ես այդպես եմ նկատել, որ այդ ֆարմ կամպանիաներն էլ ցկտում ունեն ինտեգրվելու այդ համակարգի մեջ, քանի որ մեզ պարբերաբար հաճախում են ու ճշտումներ են անում, զգացվում է, որ իրենց կողմից էլ կա ցանկություն այդ ամեն ինչի մի մաս կազմել, երևի թե այդպես իրենց համար էլ ավելի հեշտ ու լավ է աշխատելը։ Պարզ է։ Եվ կուզենամ մեր հաղորդման վերջում անդրադառնանք նաև թիմային աշխատանքին։ Ինչպես է գնահատում կամ արդյոք ձևավորված է պոլիկլինիկայում այս թիմային աշխատանքը։ Գիտեք, որ չլինի, որ ես բոլորի անունից եմ խոսում, կոնկրետ մեր պոլիկլինիկայում դա շատ լավ է կազմակերպված, ու ստացվում է թիմային աշխատանքը, բոլորս որպես մասնագետներ հարգում ենք, հա, մեկի սահմանն ու տիրույթը, չենք փորձում ինչ-որ անցնել այդ գիծը եւ դա իօգուտ բուժառուի է, քանի որ պոլիկլինիկայի սահմաններում անվճար կարգով բուժառուն ստանում է իրեն հուզող թե հարցերը բոլոր, հա, առաջացած հիվանդությունների հետ կապված, այո, խորհրդատվական կարգով եւ եթե կարիք կա ավելի նեղ մասնագիտական, ավելի խորը հետազոտությունների, արդեն տվյալ նեղ մասնագետը պոլիկլինիկայի ուղղորդում է ավելի, չգիտեմ, նեղ մասնագետի ավելի լավ մասնագիտացված կլինիկաներ, հիվանդանոցներ, եթե դրա կարիք կա։ Եվ որպես ավանդույթ մեր հաղորդման ավարտին մեր հյուրը իր կոչը եւ հորդորն է ուղղում հեռուստադիտողներին արդեն որպես մասնագետ։ Իմ հորդորը մեր սիրելի բուժառուներին այն է, որ ցանկացած հիվանդություն ավելի լավ է կանխարգելել, քան բուժել, այդ իսկ պատճառով ես խորհուրդ եմ տալիս, որ ժամանակին դիմեն բժիշկի, թեկուզ եւ հենց ընտանեկան բժշկի է եւ չթողնել, որ այդ վիճակը ավելի խորանա, ավելի բարդանա եւ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Ամենակարևորը։ Այո։
Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի Ես համար։ եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում իմ հյուրն էր Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Էմմա Ղազարյանը։ Ականջալուր լինենք բժշկի հորդորներին եւ լինենք առողջ։ Մեդինֆոն էր եթերում, կհանդիպենք։